Անունս Լուսինե Խաչատրյանն է, 68 տարեկան, ժամանակագրության պրոֆեսոր, Երանի պետական համալսարանում, երբեք չէի երազել, որ իմ տատիկի Կարմիր Հարսանյաց զգեստը կփոխի հայոց ողջ ազգագրությունը։ Տատիկս, Արփինիկ Հովհաննիսյանը, մահացավ 2021-ին, 94 տարեկանում, թողնելով ինձ փոքրիկ սանդուղք, արգելված բոլոր ընտանեկան իրերով։ Մի բացեր մինչ 108 օր անցնեն իմ մահից, ասում էր նրա նամակը։ 108 սերունդ սպասեցին։ Դու կարող ես սպասել 108 օր։ Հիշում եմ, թե ինչպես նա խոսում էր ընտանիքի իր գաղտնի գանձի մասին, որը փոխանցվել էր սերնդից սերունդ։ Կարծում էի, դա ոսկի է կամ փաստաթղթեր։ Սխալվել էի։ 108 օր անց, 2021-ի դեկտեմբերի 15-ին, բացեցի սանդուղքը։ Ներսում կար միայն մեկ իր, Կարմիր Հարսանյաց զգեստ, փաթաթված ջերմակ կտավի մեջ։ Հոտը ոսկի վարդի էր։ Տատիկս պահում էր այն կանաչ ծղոտի արկղում 70 տարի։ Զգեստը դեմից ցավեցնող գեղեցիկ էր։ Կարմիր թավշը, այն հին կարմիր, որը կոչվում էր Որդան կարմիրը, հայկական կարմիրը, որը արտահանվում էր Բյուզանդիա Պարսկաստան։ Բայց ամենազարմանալին ոսկեթելով կարված նախշերն էին։ Ոչ թե ավանդական ծաղիկներ կամ գեոմետրիկ ձեր։ Նախշերը քարտեզ էին։ Առաջին երեկո 9 ժամ ուսումնասիրեցի զգեստը մեծի տակով։ Ոսկեթելով կարված էին 108 փոքրիկ խորհրդանիշներ։ Յուրաքանչյուրը տարբեր։ Խաչեր, սլաքներ, աստղեր, լեռներ, գետեր։ Բայց դրանք չէին պարզապես զարդանախշեր։ Դրանք նշաններ էին։ Զգեստի ներսում, թաքնված ծալքերում, գտա փոքրիկ գրություն, կարված նույն ոսկեթելով։ Գրաբարով։ Կարդալը տեց 3 օր։ Սա ուղին է դեպի հանգստյան վայրերը։ 108 սրբազան վայրեր, որտեղ մեր հոգիները կարող են վերադառնալ, երբ աշխարհը կորցնում է ճամփան։ Ով կարդա այս քարտեզը, կպաշտպանի հայոց հիշողությունը 108 սերունդ։ Հիշեցի, թե ինչպես տատիկս ասում էր, մեր ընտանիքը քարտեզավորներ են։ Չենք կորցնում ճամփան։ Կարծում էի, մետաֆորա է։ Բայց ոչ։ Նա իսկապես նկատի ուներ քարտեզավորներ։ Հրավիրեցի իմ պրոֆեսոր բարեկամին, Արմեն Սարգսյանին, որը մասնագետ է հայկական միջնադարյան խորհրդանիշների մեջ։ Երբ տեսավ զգեստը, դողաց. Լուսինե, գիտես ինչ է սա։ Սա 108 սրբազան վայրերի քարտեզն է։ Վանքեր, եկեղեցիներ, աղոթարաններ, որոնք գոյություն ունեցան հին Հայաստանում։ Բայց ոչ բոլոր այս վայրերը պաշտոնական պատմության մեջ են։ Որոշները թաքնված են։ Գաղտնի։ Արմենը լուսանկարեց 108 խորհրդանիշները։ Մենք համեմատեցինք դրանք միջնադարյան քարտեզների, ձեռագրերի ուխտագնացության ուղիների հետ Մատենադարանում։ 89 խորհրդանիշներ համապատասխանում էին հայտնի վայրերի։ Բայց 19-ը ոչ։ 19 անհայտ վայրեր։ 19 խորհրդանիշներ, որոնք ոչ մի քարտեզի վրա չկային։ Հետո Արմենը նկատեց ինչ-որ բան։ Լուսինե, այս խորհրդանիշները հաջորդականություն են։ Դրանք համարված են։ Նայիր, յուրաքանչյուր խորհրդանիշի մոտ կա փոքրիկ կետ։ 1 կետ, 2 կետ, 3 կետ։ Մինչ 108։ Խորհրդանիշները համարված էին։ Դրանք ուղին էին։ Ուխտագնացության ուղի։ Պրոֆեսոր Սարգսյանը վերծանեց հաջորդականությունը։ Առաջին վայրը Էջմիածինն էր։ Երկրորդը՝ Գեղարդ։ Երրորդը՝ Խոր Վիրապ։ Բայց ապա հաջորդականությունը վերադարձավ։ Չորրորդը՝ փոքրիկ, անհայտ վայր Արագածի լեռան միջ։ Ստեղծեցինք թիմ 6 պրոֆեսորներ, 3 հնագետներ, իմ թոռնուհին, Անին, որը տեխնոլոգիական փորձագետ է։ Նպատակը՝ գտնել 19 անհայտ վայրերը։ Առաջին անհայտ վայրը գտանք 2022-ի մարտին։ Արագածի լեռան հարավային մասում 2,4 երորդական մետր բարձրության վրա, քարերի մեջ թաքնված, կար փոքրիկ քարե խաչքար։ Ոչ մի արխիվ չէր նշում։ Խաչքարի վրա փորագրված էր. այստեղ աղոթեցին 108 հոգիներ 1319-ին, երբ ճամփան փակվեց։ 1319-ին մոնղոլական արշավանքների ժամանակ էր։ Հետո գտանք երկրորդ վայրը։ Գեղարդի վանքից 8 կիլոմետր հեռավորության վրա, անտառում, փոքր քարանձավ։ Ներսում քարե սեղան 108 փոքր խաչ էր, քարված պատին։
Երրորդ վայրը Սանա լճի հյուսիսային ափին, ջրի տակ 4 մետր խորությամբ։ Անին օգտագործեց սոնար։ Գտանք քարե հիմքեր։ Երբ սուզվեցին, հայտնաբերեցին փոքր եկեղեցի, լրիվ պահպանված ջրի տակ։ Յուրաքանչյուր անհայտ վայրում նույն բանը։ 108 խորհրդանիշները, 108 աղոթքները, 108 անունները։ Պրոֆեսոր Սարգսյանը բացահայտեց ճշմարտությունը։ Լուսինե, այս վայրերը գաղտնի ապաստանարաններ էին։ Երբ հայերը հալածվում էին, երբ եկեղեցիները քանդվում էին, ժողովուրդը թաքնվում էր այս վայրերում։ Աղոթում էին այստեղ։ Պահպանում էին հավատքը։ Բայց ով էր ստեղծել այս քարտեզը։ Ով էր կարել այն հարսանյաց զգեստի մեջ։ Զգեստի ներսում գտա երկրորդ նամակ։ Այս անգամ չէր գրաբարով։ Էր հայերեն 1915-ի։ Իմ սիրելի թոռնուհին, եթե կարդում ես սա, ես արդեն մահացած եմ։ Իմ անունը Շուշանիկ է։ Ապրում էի Վանում։ 1915-ի ապրիլին թուրքերը սկսեցին ջարդերը։ Ես փախա միայն մեկ իրով, այս զգեստով։ Իմ տատիկը կարել էր այն 1830-ին։ Նրա տատիկը կարել էր առաջին քարտեզը 1520-ին։ Յուրաքանչյուր սերունդ ավելացրեց նոր վայրերը։ 108 սերունդ կանայք պահպանեցին այս քարտեզը։ Հիմա դու ես 109 վրդ պահապանը։ 1520-ից մինչ 2021։ 501 տարի։ 108 սերունդ։ Հաշվեցի։ Յուրաքանչյուր սերունդ, միջինը 25 տարի։ 108 սերունդ, շուրջ 500 տարի։ Մաթեմատիկան համապատասխանում էր։ Բայց ինչու։ 108։ Ինչու ոչ 100 կամ 120։ Անին հետազոտեց։ 108-ը սրբազան թիվ է բուդդիզմում, հինդուիզմում, նա հնագույն հայկական ավանդույթներում։ 108 աղոթարան կա հնդկական վանքերում։ 108 անուններ ունի Վիշնուն։ Եվ հին հայկական ծիսակատարություններում 108 վառվող մոմերը խորհրդանշում էին ամբողջականությունը։ Բայց ամենակարևորը։ Գանձասարի վանքում ճիշտ 108 սյուններ կան։ Տաթի վանքում 108 աստիճաններ են։ Նորավանքում 108 քարեր են օգտագործվել հիմքում։ 108-ը կոդ էր։ Գաղտնի լեզու։ 3 տարի տեց գտնել 19 անհայտ վայրերը։ 2022-ից մինչ 2024։ Յուրաքանչյուր վայր պատմություն էր։ Վայր 73, Արցախի անտառներում։ Փոքր քարանձավ, որտեղ 1400-908 ընտանիքներ թաքնվեցին Թամերլանի ժամանակ։ Պատերին կային մանկական ձեռքի հետքեր, քարված։ Վայր 84, Սասունում։ Ստորգետնյա եկեղեցի, որտեղ 1894-ի ջարդերի ժամանակ 108 կանայք աղոթեցին անընդմեջ 9 օր։ Գտանք նրանց անունները փորագրված քարին։ Վայր 96, Կարսի մոտ։ Հիմա Թուրքիայում։ Չկարողացանք մտնել։ Բայց սպառող տեխնոլոգիայով հաստատեցինք, քարե կառույց կա 3 մետր ստորգետնում։ Վերջին վայրը 108 գտանք 2024-ի հոկտեմբերին։ Անին վերլուծեց բոլոր 107 վայրերի կոորդինատները։ Եվ հասկացավ ինչ-որ բան զարմանալի։ Երբ միացնես 108 վայրերը գծերով աշխարհագրական քարտեզի վրա, ստեղծվում է խորհրդանիշ։ Խաչքար։ Հսկայական աշխարհագրական խաչքար։ Պատկերված մեծ Հայաստանի վրա։ Վայր 108-ը գտնվում էր ճիշտ կենտրոնում։ Արարատի լեռան հարավային լանջում։ Երբ հասանք այնտեղ, գտանք ոչ թե եկեղեցի, ոչ խաչքար։ Գտանք քարե արկղ, թաղված 2 մետր խորությամբ։ Արկղը հերմետիկ փակ էր 500 տարի։ Ներսում կային 108 փոքր կտավի պարկեր։ Յուրաքանչյուրը պարունակում էր հողի նմուշ փոքրիկ թղթի կտոր։ Հողը յուրաքանչյուր պարկում էր տարբեր վայրերից։ Անին վերլուծեց։ Պարկ 1-ը պարունակում էր հող Էջմիածինից։ Պարկ 2-ը Գեղարդից։ Պարկ 108-ը Արարատից։ 108 սրբազան վայրերից հող։ Հավաքված մեկ վայրում։ Թղթերը պարունակում էին անուններ։ 108 անուններ։ Կանանց անուններ։ Շուշանիկ Տիգրանյան, 1520։
Մարիամ Հովհաննիսյան 1545 Անահիտ Սարգսյան 1570 Ցուցակը շարունակվում էր մինչ Արփինիկ Հովհաննիսյան 1927-2021 108 կանայք 108 սերունդ 501 տարի Յուրաքանչյուրը պահապանել էր քարտեզը Յուրաքանչյուրը փոխանցել էր զգեստը Յուրաքանչյուրը ավելացրել էր մեկ անուն ցուցակին Վերջին թղթի վրա տատիկիս ձեռագիրը Լուսինե, դու ես 109 գրթը Բայց քեզ հետ առաքելությունը փոխվում է 108 սերունդ պահպանեցին գաղտնիքը Հիմա գաղտնիքը պետք է կիսվի Աշխարհը փոխվել է Հայաստանը ազատ է Ժամանակն է Հասկացա 500 տարի 108 կանայք պահպանել են այս քարտեզը գաղտնի, որովհետև հայերը հալածվում էին Եկեղեցիները քանդվում էին Գրքերը այրվում էին Եթե թշնամիները գտնեին գաղտնի ապաստանարանների վայրերը, կսպանեին բոլորին Բայց հիմա Հայաստանը անկախ է Մենք կարող ենք պաշտպանել մեր պատմությունը 2024-ի նոյեմբերին հրապարակեցինք բոլոր 108 վայրերի քարտեզը Պատմեցինք 108 սերունդների պատմությունը Ցույց տվեցինք Հարսանյաց զգեստը Երանի պատմության թանգարանում Մեդիան զարմացավ Ինչպես 108 կանայք պահպանեցին նման գաղտնիքը 500 տարի Պատասխանը պարզ էր Նրանք ոչ մի վայրում չգրեցին ամբողջական քարտեզը Միայն Հարսանյաց զգեստի մեջ Եվ զգեստը փոխանցվում էր միայն դստեր-դստերին Երբեք որդիներին Միայն աղջիկներին, ովքեր գիտեին թելերով աշխատել, քարտեզը կարդալ գաղտնիքը պահպանել Այսօր 87 վայրերից 87-ը պաշտոնապես պաշտպանվում են որպես մշակութային ժառանգություն 12 վայրերը Արցախում 9 վայրերը Թուրքիայում դեռ անհասանելի են Բայց ամենակարևորը Մենք ստեղծեցինք 108 սերունդների ուխտագնացություն Ամեն տարի 1.000 հայեր շրջում են 108 վայրերը 108 օրում Յուրաքանչյուր վայրում նրանք կարդում են 108 աղոթարարների անունները, ովքեր թաքնվել են այնտեղ պատմության մեջ Իմ թոռնուհի Անին ստեղծեց թվային քարտեզ Հիմա ցանկացած հայ աշխարհում կարող է տեսնել 108 վայրերը, կարդալ նրանց պատմությունները, տեսնել 108 կանանց անունները Հարցնում են ինձ, ինչու տատիկդ սպասեց մինչ մահանալը Ինչու չասաց քեզ ապրելիս Որովհետև նա ուզում էր, որ ես պատրաստ լինեմ 68 տարեկանում հասուն պրոֆեսոր, ով ունի հարգանք, ռեսուրսներ, փորձ Եթե նա ասեր ինձ, երբ ես 20 էի, ես կարող էի չհավատալ Կամ մոռանալ Բայց 68 տարեկանում, թոշակի մոտ, ուզելով թողնել ինչ-որ բան արժեքավոր աշխարհին, ես պատրաստ էի Իմ գրասենյակում կախված է Հարսանյաց զգեստը, ապակե տուփի մեջ Ամեն առավոտ նայում եմ 108 ոսկե խորհրդանիշներին Եվ հիշում եմ Շուշանիկը 1529 արեց առաջին կարը Արփինիկը 2021-ին փոխանցեց վերջին գաղտնիքը Ես, Լուսինե, 109 վրտ սերունդը, կիսեցի ճշմարտությունը Եվ հիմա Անին 110 վրտ սերունդը, շարունակում է առաքելությունը Նա ստեղծում է նոր քարտեզ Ոչ թե գաղտնի ապաստանարանների, այլ հայկական հոգու վայրերի Տեղեր, որտեղ հայկական լեզուն, երաժշտությունը, արվեստը դեռ ապրում են Որովհետև 108 սերունդ սովորեցրին մեզ, պատմությունը ոչ թե մահացածների պատմությունն է Պատմությունը ապրողների քարտեզն է Եվ այդ քարտեզը կարված կարմիր թավշի մեջ 500 տարի թաքնված, այժմ ուղեցույց է յուրաքանչյուր հայի համար, որը փնտրում է իր արմատները Վերջ Ծանոթագրություն 108 վայրերի քարտեզը, Հարսանյաց զգեստը 108 սերունդների ցուցակը հորինված են Բայց հայկական կանանց դերը պատմության, մշակույթի ավանդույթների պահպանման մեջ պատմական իրականություն է Նիշ, այս պատմությունը նվիրված է բոլոր անանուն հայ կանանց, ովքեր 500 տարի պահպանեցին մշակույթը, հավատքը հիշողությունը